Հո։ Մամա, շանկը պետք է կոպուտակով նայեն։ Մամ, պարնում չըրկս։ Էլի պարնում։ Համ քայլում ենք, համ լսում ենք։ Մոտիկացեք ինձ, որ չգորամ շատ։ Так, քայլելով լսում ենք ինձ։ Վիկտոր Համբարձումյանի անվան բյուրականի աստղադիտարանում ենք ժողովրդյան։ Մեր տարածքը կազմում է 50 հեկտար։ Պատկերացնում եք 50 հեկտար, մենք ունենք այս։ Գլխավոր ճկուն ուղով ենք անցնում։ Դիմացում մենք ունենք հուշաքար, որը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի անվանակոչության տարեդարձի հուշաքարն է, Վիկտոր Համբարձումյանի անվան է վերակոչվել մեր աստղադիտարանը, քանի որ կառուցվել է ամբողջությամբ Վիկտոր Համբարձումյանի անունով։ Տեսնում եք դիմացի եղերնները։ Աստղադիտարանը քան երբ են սարքը։ Էսերը կարող եմ ամ։ Գնալու ենք դեպի տան։ Ժողովրդյան նախատեսված է միայն մեր հյուրերի համար։ Եվ ուսավզարի հանդիպումներ։ Ինչ է։ Գնում ենք աջ։ Պլանետարիումը հատուկ սիրուն փուչի կա, որը նախատեսված է, որ երեխաներին ցույց տանք աստղեր։ Երեխաները գալիս են ընդհանրապես մեր մոտ ցերեկը եւ առանց աստղ դիտելու գնում են տուն։ Երբ որ գնում են տուն, հայրիկները հարցնում են. գնացիք բյուրական աստղ տեսաք, երեխաները միշտ պատասխանում են ոչ։ Էս կողմ։ Ձախ։ Գնանք, շարունակենք ընդեղից, ավելի որ բոլոր մտնելու, եսա կցույց տամ, երբ կբացատրեմ, թող բոլորը մոտիկանան, որ լսեն, որ հետաքրքիր։ Так, ասեցի հայրիկները հարցնում են, չէ՞։ Աստղ տեսաք, թե չէ երեխաներին, ինչու հայրիկները, որտեղ միշտ գալիս եք մայրիկների հետ, քրչայրիկներին թողում եք տան։ Մամ, պետք է ուր եք տան։ Որտեղ միշտ գալիս եք երեխաները, ցերեկը ինչ աստղեր չկա։ Չէին երևում, որ մենք ցես տանք։ Այս պլանետարիումը նախատեսված է նրա համար, որ մենք ցերեկը ցույց տանք ձեզ աստղեր։ Ցուցադրելու ենք այն, ինչ երևում է գիշերը մեծ աստղադիտակում։ Դուք այսօր լինելու եք մեծ աստղադիտակում, բայց նրանով չեք նայելու։ Նրա կառուցվածքն եք տեսնելու, բայց այն ինչ երևում է նրանով գիշերը, հիմա մենք ձեզ կցուցադրենք պլանետարիումի վրա։ Բարդ է։ Դե տարբեր շարքերի ամենամեծ աստղադիտակների մասին պատմեն, Մամա, ստամես եմ աստղադիտարանը երբ է Այո, ձախ կողմում հայերեն ասած գարաժների, մեր ավտոմեքենաների համար ծառայողական, մենք հիմա մոտիկանում ենք մեր ծառայողական մուտքին, Մամ, ինչ պետք է ասեմ պապիկին։ Ինչ է խմում։ Էնը նա տու է աստղադիտարան։ Հա։ Երբ է սարքվել 1948 թվականին առաջի աստղադիտարանը կառուցվել է մեծ աստղադիտակով, այն ժամանակ նա եղել է աշխարհի ամենամեծ աստղադիտակը։ Հիմա իհարկե ամենամեծը չի։ Մեր ծառայողական մուտքն է։
հանգիստ այստեղից դուրս են գալիս դեպի Սարուտակ։ Բոլորս հավաքվում ենք այնտեղ։ Հետ չեն տեսել, նայ։ Հետ կևոր, նայ։ Դիջոն է։ Թողնա նստի, 2 րոպե տևելու է եւ շարունակելու ենք։ Վալոջա երեխեքի մոտ Մանե, Մոնիկա, Կարինե։ Արի քոր։ Բոլորս հավաքվում ենք, որ 2 անգամ չասեմ։ Արի։ Վեճի նստել, վեճի, տղա է, թող աղջիկները նստեն ու կանգնի, ոչինչ։ Լռում ենք, լռեցինք և լսեցինք շարունակությունը։ Ինչ որ պատմեցի, դրա շարունակությունը։ Բարքանալու ենք գեղեցիկ աստիճանները վերև, գտնելու ենք պլանետարիում և ոնց որ խոստացա, թողնելու եմ ձեռքի մեջ աստղ բռնեք, վերևից աստղ եմ գցելու, երազանք ենք պահելու և այս բոլոր գեղեցիկ պրոցեսները մի խնդրանք ունեմ ձեզ, այսօր ես ձեր նման ունեմ 20 դասարան։ Ձեր ուսուցչուհին ով էր։ Ես եմ։ Ահա, ուսուցչուհին և տնողները հազիվ մեկ դասարանի հետ են լագում։ Ես ամեն օր երեխաներ ջան ընդունում եմ 20-ից 25 դասարան։ Ձեր նման։ Ինչպես պլանետարիումը ամբողջ Հայաստանում 2 հատ է։ Ատրակցիոնը կոչվում է ամերիկանսկի գորգի բյուրականում, աշխարհի ամենաանվտանգ ատրակցիոնն է, որ ուզենաք ընկնեք, չեք կարողանալ։ Որ ուզենաք գլուխը խփել մի տեղ, չեք կարողանալ։ Որ ուզենաք ոտքը ջարդել, չեք կարողանալ։ Այո, դրա համար եմ ասում, որ չվախենաք։ Եղավ, դրանից Հայաստանում 2 հատ է, մեկը գտնվում է Երևան քաղաքում, Երևան պարկում, որի մուտքը տնողներ արժի 14,000 դրամ, իմ մոտ երեխաները նստելու են անվճար։ Պարզ է, պայմանը, կողքը, ընդեղ էլ կա պլանետարիում, բայց ընդեղ իհարկե մուտքեր են ցույց տալի, գեղարվեստական ֆիլմեր են ցույց տալի, ովքեր եղել ա գիտեն, մենք այդպես բաներ չենք ցույց տալի, մենք էլ ունենք, բայց մենք այսօր ցույց ենք տալու աստղեր, այն ինչ երևում է գիշերը մեծ աստղերի տակ։ Պարզ է։ Так, ուսուցչուհին մեզ մոտ անվճար է մտնում, երեխաները 400 դրամ արժեն, ի տարբերություն Երևանի, որտեղ 1200 արժի։ Ասեք, ով ունի, երեխաներից ով ունի հարց, ծնողներից ով ունի հարց, անհասկանալի, ասա բաց։ Այո, ձեռքի մեջ կտեսնենք աստղը, ողտը գնգնիկ աշխատենք, խառնենք, որ երազանք պահենք։ Իսկ խաղանք մենք։ Ինչ ես ուզում խաղաս, բալիս։ Մենք չենք խաղալու ներսում, բայց ատրակցիոն նստելու ենք այս ներսում։ Շատ հետաքրքիր առնելու և շատ լավ։ Ասում եմ, ես ամեն օր ընդունում եմ 20-ից 25 դասարան, ոչ մեկ դժվար տեղ չգնաց է պլանետարիում։ Հերավ, այսին, որ դուք նայում եք, սա չենք ցույց տա։ Դինոզավրեր, ակուլաներ, սա մենք դինուչել ենք ներքև, որովհետև այն ինչ որ դուք տեսնելու եք, TikTok չի, YouTube չի, Facebook չի, այլ իրական դիեզեր, նկարահանված գիշերը, այս մեծ աստղադիտակի միջոցով։ Պարզ էր։ Այո։ Պատրաստ ենք։ Այո։ Ծնողներ ջան, ձեր վրայի շորերը, պայուսակները ոչինչ չի կորում մեր մոտ, թողնում եք, որպեսզի հեշտ լինի։ Հիմա բոլորս լսում ենք ընկեր Մաթևոսյանին, իսկ ընկեր Մաթևոսյանը կա ուսուցչուհին, իսկ ուսուցչուհիներին ինչ ենք անում։ Լսում ենք եւ հարգում ենք։ Ես էլ շատ խելոք ամեն օր լսում եմ ընկեր Մաթևոսյանին։ Գիտեք ինչու։ Որտեղ նայում կինն է։ Դա հիմա լսում ենք ընկեր Մաթևոսյանին։ Երեխաները կամ ամենստություն է անում, չի ասում, բայց ինչ ուտի ասում, դե երեխաները որ մեծանան դրիշեն։ Եղան ընկեր Մաթևոսյանը, Հրանտ Մաթևոսյանի երկու աղջ։ Տարիներ հետո երեխաները անցնելու են գրողի ստեղծագործություններից, դուք որ դասում առաջի, 3 տարի հետո կանցնեք գրողի ստեղծագործությունները, բայց մինչ այդ կնայեք նրա սցենարով ստեղծված ֆիլմերը, մենք ենք մեր ծառեր, աշնանալեր, կանանց դաշտ եւ այլը, եւ կհիշեք, որ
Սիրիականի աստղադիտարանում հանդիպել եք նրա եղբոր աղջկա հետ։ Սա գովազդային տարբերակով հարգելի ծնողներ։ Հիմա երեխաներ ջան, եւս մեկ անգամ խնդրում եմ, ովքեր ծամոններ ունեն, շատ եմ խնդրում, ձեռքի մեջ չպահեք, այնտեղ աղբի դույլ կա, գցում ենք աղբի դույլի մեջ։ Դուրը որ կբացվի իմ օգնությամբ, իրար չեք հրում, սկզբից ներս կգնա ձեր ուսուցչուն, հետո ում ձեռքը ես բռնեմ, նա կմտնի ներս, մեզ մոտ լավ վատ տեղ չկա, բոլորդ նստելու եք լավ տեղ, էական չես սիրուն տղանը, սկիզբ գնում, թե են սիրուն աղջիկը վերջից գալիս, բոլորդ շատ լավ է, երկուսդ է շատ սիրուն, մեկըդ մեկից ըդ սիրուն, ինքը քո մեծն է, դու փոքրն ես, թե դու ես մեծը, բայց ոնց որ դու մեծը լինես, դու ես փոքրը, լավ ես սովորում, կարևորը դա է, հիմա, երևի արդեն պատրաստ ենք, հա, հարգելի ուսուցիչ եկեք գնացեք, Սպասեք, դասադու Թրա Եվ դրտում ենք դրտում ենք կողքո, թիվ, մատնացի լակ, իսկ տեսորդեցնենք կա երմիջի տեղավորի։ Առաջի շարդ, բոլորս գնում ենք առաջի շարդ։ Բոլորս շրջվում ենք, նայում ենք սիրելի ուսուցչուն, ինչ ենք տեսնում նրա վրա։ Տեսեք ինչքան աստղային է դարել ձեր ուսուցչուին։ Ծափահարում ենք և շնորհավորում։ Ուրեմն ռանը։ Այո, կարմիրը, կապույտը ոնց ուզում եք։ Հեռախոսները անջատում ենք։ Ժողովուրդ ջան, եք ուզում երեխաները նայեն։ Մի հոգի նկարում ա ձեզ փոխանցի։ Վայ։ Բայց ձեր վրա ավելի շատ կերպ։ Ես եմ մենին կերծվել։ Երեխաները ավելի լավ են լսում, քան մայրիկները։ Միշտ տենց է, գիտեք, չէ։ Լավ, բռնեցինք, հավաքեցինք, տարան, ապրեք, լռեցինք, հեռախոսը անջատ։ Երբ որ կգնանք վերևից իրար հետ բոլորս իջնելու ենք ներքև։ Երեխաներ ջան, եւ կհասնենք վերևի կետին, թույլ կտամ ճչալ, գոռալ, ուրախանալ, ծիծաղել, խոսել, բայց վերևի կետից։ Իսկ հիմա խնդրում եմ ոչ մեկ ոտքի չկանգնի, ձեր իսկ անվտանգության համար։ Բարձրանալու ենք վերև եւ իջնելու ենք ներքև։ Պատրաստ եք։ Ձեռքերը վերև, սպասում ենք, ուշադիր, պատրաստ, եւ բոլորս իրար հետ գնացինք։ Հարգելիները, խնդրում եմ, թանգարանում ունի կանոնները, ես հասկանում եմ, որ երրորդ դասանում եք սովորում, երրորդ դասանում, եթե դուք դասի ժամանակ 45 րոպե լուր նստում եք, թանգարանում եք կարող եք 20 րոպե լուր լսել, պայմանավորվեցին լուր եք լինում։ Եթե նույնիսկ հարցեր ունեք, ձեր հարցերը թողեն, միայն ավելացվել են գորգերը և ցուցափեղկերը։
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 15-ին Թիֆլիսում։ Հայաստանում չի ծնվել, բայց դա եղել է ճակատագրի բերման։ Նա արմատներով, այսինքն հայրիկը, պապիկը, բոլորը եղել են Հայաստանի Գեղարքունիքի մարզ Վարդենիս քաղաքից։ Բայց երբ Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, հենց այդտեղ էլ դպրոց է գնացել։ Երբ 6 տարեկան չկար, նրան դպրոց ընդունվելու համար հարցնում են որն է ամենամեծ թիվը։ Այ որն է ամենամեծ թիվը, ես ձեզ կհարցնեմ։ Չկա, անվերջ այո, այդ մասին գիտեր 6 տարեկան փոքրիկ Վիկտորը, բայց նա միանգամից չի պատասխանում, որ ամենամեծ թիվ չկա։ Նա այսպես է պատասխանում. Եթե դուք գիտեք, որն է ամենամեծ թիվը, դուք ասեք, բայց ինչ թիվ էլ ասեք, ես ընդհանրապես մեկ գումարեմ ու կստանամ ավելի մեծ թիվ, այնպես որ թվերն անվերջ է։ Չէ, դրանից մեկ էլ պատվի։ Այնպես որ այդպիսի հետաքրքիր պատասխան է տալիս Վիկտոր Համբարձումյանը։ Երբ նա այդ տարիքում էր, պտովի բազմապատկում էր կամայական, երկնիշ և ելանիշ թիվ։ Այնպես ինչպես դուք միանիշ թվերը, 5 անգամ 5, 25։ Այդպես Համբարձումյանը պատասխանում էր, երբ իրենք հարցնում էին օրինակ 613 անգամ 813, պատկերացնեք, պատասխանը կարողանում էր ասել։ Երբ 9 տարեկան էր, հստակ որոշել էր, որ աստղագետ է դառնալու։ Հայրը դնել էր մի աստղադիտակ, որը 30 անգամ խոսողացնում էր, եւ նա իրենց տանիքից դուրս էր գալիս եւ դիտումներ էր անում։ Հետագայում դիտման արդյունքները գրի էր առնում ու պարզում էր երդպրոցական է եղել 5 գիտական աշխատանք է գրել, այսինքն այնպիսի աշխատանք, որ գիտաշխատողներն են գրում։ Լուսանկարում 15 տարեկան է, դեռ դպրոցական, այդ տարիքում նա Երևանի պետական համալսարանում դասախոսություն է կարդացել դասախոսների համար, երբ ինքը դեռ աշակերտ էր։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Լենինգրադ, Լենինգրադի համալսարանն է ավարտում, այդ համալսարանում է աշխատում ու գալիս է Հայաստան։ Գալով Հայաստան տեսնում է, որ աստղադիտարանը Երևան քաղաքում է, զարմանում է։ Քաղաքներում չեն կարող լինել աստղադիտարաններ, խանգարում է օդի կեղտոտվածությունը, գիշերային լույսերը, այդ ամենը հաշվի առնելով ընտրում է մի վայր, որտեղ օդը մաքուր է, շրջակայքը լուսավորված չէ ու անպամած անձրևային օրերը քիչ է։ Այդ վայրը բյուրականներին ու աստղադիտան հիմնադրում է հենց բյուրականում։ Այդտեղ առաջի ցուցակում իր ստացած ձեռագրերն են, իր գրած ձեռագրերն են, նա 7 լեզվի է տիրապետել, երեխաները 7 լեզու է իմացել, հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, վրացերեն, հունարեն, 7 լեզվի տիրապետող գիտնականը իր կյանքի երջանկությունը համարել է, ինչ եք կարծում, որ լեզվի իմացությունը։ Հայերենն է։ Շատ ապրեք, հայերեն լեզվի իմացությունը։ Այդտեղ նա կտակ է գրել, կտակել է մեզ բոլորիս, իր զավակներին, թոռներին, ծոռներին եւ այլոց։ Լավ տիրապետեն հայոց լեզվին, անկախ նրանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական այրումը։ Մյուս ցուցակում տպագիր աշխատանքներն են։ Երեխաներ, գիտեք, Վիկտոր Համբարձումյանը աշխարհի շուրջ 30 քաղաքների պատվավոր քաղաքացի է եղել։ Նա Երևանի պատվավոր քաղաքացի է, Գյումրու պատվավոր քաղաքացի է, այստեղ հուշանվեր է, որտեղ որ գրված է 67 թվականին Համբարձումյանին շնորհում են Լենինականի պատվավոր քաղաքացի տիտղոսը, կարող եք նկարել, այնպես որ նա նաև ձեր քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Հիմա պատրաստվում ենք ինձ հետ, գիտեիք աշակերտներ այդ մասին։ Այս մասում Համբարձումյանի ընտանիքի անդամներն են, ծնողները, հայրը և մայրը։ Հայրը Համազրաստ Համբարձումյանը մեծ մտավորական էր, բանասեր, իրավաբան, թարգմանիչ, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Քույրն է Գոհար Համբարձումյանը, առաջին հայ կին մաթեմատիկոսն է։ Եղբայրը Լևոն Համբարձումյանը և Վիկտոր Համբարձումյանի կինը Վերա Ֆյոդորովնան, ով ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ բանասեր։ Երեխաներ, ես նշեցի, չէ՞ որ Համբարձումյանն ապրել է այս տանը։ Դա է պատճառը, որ մեր թանգարանը կոչվում է, ինչ է կոչվում։ Շատ ապրեք տուն թանգարան։ Այսինքն այստեղ իրենց տանը իրերն են, իրենց տան կահույքն է, իրենց տան հացամանն է այս փայտյա գեղեցիկ ամանը։ Արարատյան դաշտի պատկերը Եսայանն է նկարել։ Վերևի դիմանկարներում Համբարձումյանի հայրն է, գունավոր դիմանկարը մեծ նկարիչ Մարգիրոս Սարյանն է նկարել։ Համբարձումյանի պապիկն է Ասատուրը, ով ողջ կյանքում ապրել է Վարդենիսում։ Մեծ ավերտրական է։ Այստեղ մի դատարկ կոնյակի շիշ է ցուցադրվում, պիտակի վրա գրված է Վիկտոր Համբարձումյան 82 տարի։ Եվ այստեղ բյուրականի աստղադիտանի ամենամեծ դիտակի նկարն է։ Ամենամեծ դիտակն է, քիչ հետո դուք գնալու եք այդ դիտակը տեսնեք։ Համբարձումյանի անունով աստղադիտանի նկարով կոնյակը թողարկվել է
երբ նա 82 տարեկան հասակում մեծ պապիկ էր, հացադուլ է արել Մոսկվայում։ Հացադուլը գիտենք ինչ է։ Որ հաց չեն ուտում, բայց ոչ թե սոված չեն, այլ իրենց պահանջն են ներկայացնում։ Մեծ գիտնականը, որ աշխարհի 30 երկրների ակադեմիայի անդամ էր, աշխարհի 30 քաղաքների պատվավոր քաղաքացի, երեխաներ, ինչու էր հացադուլ անում, ինչ պահանջ ուներ։ Նրա պահանջը մեր բոլորի անունից էր, նա հացադուլ էր անում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավի Արցախի հարցի վրա, որպեսզի Արցախը ստանա իր լուծումը։ Ցավոք այսօր ունենք այն, ինչը որ ունենք, բայց եւս մեկ վկայություն, որ Համբարձումյանը բացի մեծ գիտնական լինելուց, նաեւ մեծ հայրենասեր է։ Աշխատասենյակն է նույնությամբ պահպան։ Դիմացի պատի դիմանկարում Համբարձումյանն է։ Նայեք սրահը, մի հրեք իրար։ Աղաները ջենտլմեն են, ֆիզիկ չեն։ Նայեք սրահը ու մոտեցեք ցուցափեղկերին։ Միլենա չի կարելի այդտեղ լուծ գործել։ Մինչև ժապավեն, նայեք եկեք, Համբարձումյանի գրքերն էր, գրադարանը, աշխատասենյակն է, ինչպես նա թողել է երեխաներ, այդպես էլ պահպանվել է։ Ցուցափեղկը նվիրված է Համբարձումյանի հայրիկին, Համազգեստ Համբարձումյանին, նրա աշխատանքներն են։ Մյուս ցուցափեղկում Համբարձումյանի մեդալներն են, կանալի սիմվոլ է նա, որ Նորվեգիայի պատվավոր քաղաքացի է եղել, դա է խորհրդանշում։ Բայց երբեք չի ապրել այդտեղ, իրեն շնորհել են այդ կոչումը։ Երեխաներ, մի գնաճ, այդ շապավենը դեպատը, որ նա շապավենը տեսքում, ասի։ Ալենան ջաման։ Երեխաներ, սիրում եք խաղալ շախմատ։ Այդ դեպքում կտեսնեն Համբարձումյանի շախմատը։ Որտեղից է առաջացել շախմատը, որ երկրից։ Եվ Համբարձումյանի շախմատը հին հնդկական շախմատ է, երեխաներ։ Խաղաքարերը փղի ոսկի հրեք։ Ես վերև եմ պահում, ով հետ է կանգնած, ավելի լավ է տեսնելու։ Սա արքան է, երեխաներ։ Եվ այս խաղաքարը փղի ոսկորից է պատրաստված։ Փղի ոսկորից։ Եկից փաղուհուն է տեսնենք։ Սա է փաղուհին է։ Փղի ոսկորից է պատրաստված։ Համբարձումյանի շախմատն է, նա էլ ձեզպես սիրում է շախմատ խաղալ։ Հիմա այս ձեզ ծանոթ 3D-ն է։ Հարթ պատկեր, որին նայելիս տարածական է թվում։ Երբ նայում եք, թվում է քարայծը կա, թվում է շարժական է, բայց իրականում հարթ պատկեր է, ոչ տարածական է, ոչ էլ առավել ևս շարժական։ Հիմա պտտվենք սեղանի շուրջ, ծանոթանանք Համբարձումյանի զավակների հետ։ Համբարձումյանը 4 զավակ ունի, նրանք 4-ն են ողջ են։ Աղջիկներն են իրենց ընտանիքով, տղաներն են իրենց ընտանիքով, ընտանեկան տոհմածառն է։ Նրանցից երկուսը, Ելենա և Ռաֆայելը ֆիզիկներ են, ապրում են Մոսկվայում, մյուս երկուսը, Ռուբենը և Կարենն, մաթեմատիկներ են, ապրում են Հայաստանում։ Երեխաներ, աշխարհահռչակ գիտնական, ով 50 տարի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր, 30 երկրների Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, 30 քաղաքների պատվավոր քաղաքացի տղա։ Ապրել է այսպիսի համեստ պայմաններում, կյանքի վերջին լուսանկարներն են, խոհանոցում և Փայտյա վատարանի շուրջ։ Դա Արցախյան առաջի պատերազմից հետո է։ Նա չկարողանալով տաքացնել այս տունն ապրում է աղջկա տան աշտարակում։ Այդ բնակարանը շուրջօրյա անվճար էլեկտրաէներգիա են մատակարարում, բայց բոլոր էլեկտրաէներգիան միացնում են, նույն օրը նա պահանջում է անջատել և օրվա մեջ հատկացնում է այնքան, ինչքան բոլորին։ Պատկերացնում եք ապրել է այսպիսի համեստ պայմաններով։ Հիմա գնանք նախամուտ տեսնենք իր ստացած մրցանակների վկայականները։ Մոտեցեք ցուցափեղկին։ Արամ քարնվելու իրար։ Ովտեղ չես տեղ։ Ապրում են, մեծ տատիկ պապիկներ են, բայց բոլորն էլ ապրում են։ Երեխաներ, ցուցափեղկում Համբարձումյանի ստացած մրցանակների վկայականներն են։ Հայաստանի ազգային հերոս վկայականն է ցուցադրվում։ Խորհրդային Միության կրկնակի հերոս վկայականը, վկայական, որ տիեզերքում թիվ 1905 մոլորակը իր անվանն է։
Վերևում Համբարձումյանի հանգստի սենյակն է եղել, մինչև ժապավել այդտեղից ես նայում, հենց այդ սենյակում էլ մահացել է մեծ աստղագետը 88 տարեկան հասակում, հուղարկավորված է բյուրականում իր ցանկությամբ, կառավարությունը ցանկանում է հուղարկավորել պանթեոնում։ Ահա տեսանք այն տունը, որտեղ ապրել էր մեծ գիտնականը, ծանոթացանք իր կենսագրականին, եթե հարցեր ունեք, այժմ ձեր հարցերն ուղղենք։ Ты позже что и нас не горит. Мам, здесь не горит. Երեխեք բոլորը գնացին։ Mom, tu progresses. Der wird darum macht. Progress gute Menschen Tu progresses meu atenção. Assez d'erte. Ասղատի տան։ Mama, daar is kunnen. Աստղ կնան, շոն։ Եթե հարցեր լինի, վերջում բոլորին կպատասխանեմ, լավ։ Մեծ էժն իհարկե, մենք երեխաներին խոսքը։ Հիմա ներկայացնում եմ դիտակը ձեզ, եթե ինչ-որ էլի հարց լինի, ընթացքում եմ, կարող եք ընդհատել հարցը կան։ Տեսեք, ձեր դիմաց մեր տարածաշրջանի ամենամեծ դիտակն է։ Այսինքն խոսքը ոչ թե Հայաստանին է վերաբերվում կամ յուրական գյուղին, այլ ընդհանուր տարածաշրջանին։ Կենտրոնական Ասիայում, Եվրոպայի որոշ հատվածում եւ Աֆրիկայում սա դեռ համարվում է ամենամեծ դիտակը։ Այսինքն աշխարհում այս պահին ինքը 45-րդ տեղում է, բայց Հայաստանի համար դա շատ մեծ նշան, այսպես ասած, որ մենք այդ դիրքում ունենք։ Բայց մեր տարածաշրջանում դեռ ամենամեծն է համարվում։ Դիտակը, գիտեմ, երեխեքը որ լսում են դիտակ բառը, երբեմն մեծերն են։ Առաջի բանը որ պատկերացնում են, որ աչքով դնենք ինչ-որ բան նայենք։ Նման սարքերը, այս մասշտաբը որ ունեն, սա աչքով աշխատող սարքեր չեն։ Գիտական դիտակները իրենք խոշորացույցով չեն, հայելիներով են աշխատում։ Հայելին ամենակարևոր մասն է։ Ինչքան մեծ է հայելին, այնքան սարքը ավելի մեծ է, որ այդ հայելին կարողանա պահել։ Այստեղ հայելին որ նայեք, մեջտեղի մասում սպիտակ շրջան տեսնում եք կենտրոնում։ Մեծ սպիտակ շրջան է, եւ հենց մեջտեղում սև խողովակ է, տրուպ է, հա, այսպես ասեմ։ Ահա, այս ամբողջ շրջանը հենց հայելին է։ Մակերեսը փակված է, մենք հիմա չենք տեսնում, այդ մոխրագույն, տեսնում եք եռանկյուն կտորներով փակված է։ Եվ այդ մեջտեղի սև խողովակը ինքը նրա համար է, որ այդ ամբողջը պահի միասին, որ չբացվի, այսպես ասած։ Միայն դիտման ժամանակ ինքը ծաղիկի պես այդ կենտրոնական մասից բացվում է։ Հիմա կասեք նախ ինչի է փակ։ Հայելին, ասեցի, ամենակարևոր մասն է։ Եթե այնտեղ վնասվի եւ այլն, բավական մեծ խնդիր առաջանում, հա, գումարային եւ այլն։ Փակել են այն պատճառով, որ այդտեղ անընդհատ փոշի չլինի, մաքրելու կարիք անընդհատ չառաջանա։ Նախկինում հայելին մաքրում էին 1 կամ 2 տարին 1 անգամ, պատկերացրեք։ Բայց հիմա արդեն քանի որ փակ է, կարող են 11
12 տարի մեկ անգամ մաքրել։ Բավական մեծ ժամանակահատված է, որ այդ կարիք չունի մաքրելու, այդ ամեն ինչի խնդիրը չկա։ Այնտեղ ալյումինի շերտ է, հա, մաքրել մի պատկերացրեք ինչ որ կտորով էսպես մաքրել, հա, տան հայրների պես չի։ Սա այդ ալյումինի շերտը հանում են, հա, բարակ թաղանթ է, այդտեղ քերում հանում են, նոր շերտ են ավելացնում եւ այլն։ Այս ամբողջ աշխատանքները կատարվում է արդեն հատուկ մեր գործարաններում։ Մեզ մոտ Հայաստանում, այստեղից որ դուրս գաք, հենց աջ կողմի վրա կտեսնեք մեծ հայլու ցեխ է կոչվում։ Այնտեղ են հիմա մաքրում հայլին, այսինքն այդ կարիք չկա ուղարկելու Ռուսաստան մաքրելու համար։ Նախկինում պետք է գնար այնտեղ։ Հայլին իջեցնում էին դիտակից, պատկերացրեք հանում էին, այնտեղ որ նայեք գետնի վրա սև սարք է։ Կարմիր քառակուսի մասը սա վերելակ է, լիֆտ, հա, այսպես ասեմ։ Իջեցնում են ներքևի հարկ, դրսի կողմից որ դուրս գաք, այնտեղ դարպասները դեռ կա պահպանված։ Ու դիմացը այդ մեծ շրջանաձև սարքն է, որի վրա դնում էին հայլին ու տանում էին մաքրելու։ Այստեղ մի քանի մետրի վրա է, հիմա մոտ է բավական, տեղափոխում են, մաքրում են, ելի բերում են, իստեղը տեղադրում են։ Բավական դժվար է աշխատել է իր հետ, քանի որ ինքը ծանր սարք է, հա, դիտման ժամանակ տարածքում ոչ մեկ չի կանգնում։ Այստեղ ձեռքով շարժելու ոչինչ չկա։ Հայլին միայն հայլին 4 տոննա է կշռում, իսկ ամբողջ սարքը մոտ 100-110 տոննա է, պատկերացրեք։ Դա արդեն բարդ է բնականաբար, դա շարժել է։ Եթե ուզում են աշխատել դիտակի հետ, ամբողջը կատարվում է լաբորատոր սենյակից, այնտեղ որ նայեք սենյակը, փակ հիմնավարագույրներով, ներսում, այսինքն գլխավոր մուտքից եթե բարձրանաք, ներսի շեյքի ամբողջ ներսի մասը, էլի բարձրանում են նույն աստիճանները, ոչ մի ինչ-որ տարօրինակ այդպես յուրատուկ բան չկա։ Ուղղակի աստիճանների հետ զուգահեռ կարող եք տեսնել համարակալված լիքը սենյակներ, էլի նույն դռները ոնց որ ստեղ կա։ Այնտեղ գիշերները մնում են աստղագետներ ու աշխատում են, այսինքն պարբերաբար այստեղ գիշերը աշխատել են, մնացել են։ Մեր գիտնականների, այսպես ասեմ, Համբարձումյանի շրջանում մոտ 300 աշխատող ա եղել, որից մոտ 150 եղել են գիտ աշխատողներ, այսինքն աստղագետներ եւ այլն։ Ու իրենք իրենց համարակալած սենյակներում կարող են մնալ գիշերները եւ դիտումներ անցկացնել։ Ինչի համար հիմա չեն մնում։ Ամբողջը ավտոմատ սիստեմա, այսինքն համակարգիչները բավական հեշտացրել են աշխատանքը։ Եթե նախկինում պետք է այստեղ մնային աշխատելու թիթեղների հետ, քանի որ պատկերները որ ստացվում էր, ֆիքսվում էր թիթեղների վրա, դրանք էին ուսումնասիրում, պետք է մնային այստեղ։ Բայց հիմա ամբողջ ինֆորմացիան գնում է համակարգիչներ։ Այդտեղից անգամ կարող են ուղարկել տուն, տան համակարգչով էլ աշխատել։ Գիշեր այստեղ մնալու այդ կարիքը չկա։ Իսկ դիտակը ինչպես է աշխատում, երեխեք ջան, տեսեք, դիտակի վրա նախ ոչ մի աչքի տեղ չկա, այդ պատկերացումը, որ աչքով ինչ-որ բան նայեք, նման բան չկա։ Ինքը ամբողջ մեխանիզմը ոնց որ մեծ լուսանկարչական սարք լինի, որ նկար է մեզ տալիս։ Երբ որ դիտում ուզում են անցկացնել, պետք է ուսումնասիրվեն այն օբյեկտները, որոնք սեփական լույս ունեն։ Գիտեք որոնք են։ Արեգակին չէ։ Չէ։ Մակարկը։ Աստղեր, ապրեք, աստղ։ Հիմա տեսեք, այս սարքերը միայն աստղերն են ուսումնասիրում, այսինքն աստղ ունի բնական լույս, այստեղ անցած խումբը հարցնում են լուսինը։ Լուսինը սեփական լույս չունի, ժողովուրդ ջան, արևի լույսն է ունի վրա, լավ։ Անդրադարձ, եթե արև չկա, մենք լուսինը չենք տեսնի, երեխեք ջան, պետք իմացեք։ Երբ որ դիտումը անցկացնում են, գմբեթին որ այդտեղ նայեք, դե այստեղ էլ կա պոստերի վրա բաց վիճակը, այսպես է։ Այս մասը բարձրանում է վերև, այսպես հա, մի հատված, որ տալիպես բացվում է։ Այդ հատվածով սպիտակ մասը դուրս է գնում։ Սպիտակ մասը բարձրանում իջնում է ամբողջությամբ, կապույտը պտտում է իրեն։ Գմբեթի հետ միասին ամբողջությամբ պտտվում է։ Լավ, երբ որ բարձրանում է վերև, արդեն հայլին բացվում է, որպեսզի մակերեսը մենք տեսնենք։ Եվ ինքը թեքվում է այն ուղղությամբ, որը համակարգիչներով իրեն ուղղորդում են։ Տալիս են կոորդինատները, աստղը որտեղ է գտնվում, ինքը ավտոմատ թեքվում է դրանց ուղղությամբ։ Աստղի լույսը ընկնում է վերևում, որ նայեք սև սարք կա, այս կողմից ուղղակի չի երևում։ Դրա միջով, որը լուսային ֆիքսատորն է, վերևի սպիտակ շրջանի մեջ է։ Այդտեղից երբ որ ընկնում է, հայլի մեջտեղ ընկնում եւ հետ անդրադառնում։ Լույսը ցրված սպեկտրների նկարը մենք ստանում ենք արդեն ֆիքսող սարքով։ Եվ սարքը ուղարկում է նկար արդեն համակարգիչներ։ Եթե դուք նայեք թե դիտակը ինչ է ցույց տալիս, ինքը նմանատեսել եք սրտի աշխատանքի հետ, հա, կարդիոգրաման, այո, նմանատիպ գծեր է ստացվում, որովհետեւ լույսը երեխեք ջան, ինքը միայն սպիտակ ուղղակի շող չի։ Դուք այդպես եք տեսնում, բայց ինքը ծիածանը ո՞նց է լինում։ Տեսել եք ծիածանը։ Քանի գույն եք տեսնում ծիածանի։ Ահա, այդ ծիածանը ինքը սովորական սպիտակ լույսն է։ Ուղղակի ինքը բացված վիճակն է լույսի, ցրվում է։ Երբ որ անձրև է գալիս, դուք անձրևից հետո եք չէ՞ տեսնում։ Ահա, օդը խոնավ է լինում։ Այ ապրեք, երբ որ խոնավ է լինում երկինքը, այսինքն դեռ անձրևի խոնավությունը մնում է օդում։ Կաթիլները ոնց են, չէ՞, իրենք դառնում են խոշորացույցի պես։ Երբ որ լույսը արևի դրա միջով անցնում է, ինքը բեկում է, ցրում է լույսը։ Դրա համար սպեկտրները բացվում են, 7 գույները միասին մեր աչքին ընկնում է սպիտակ ուղղակի շողով։ Նույն ձևը սպեկտրները այդպես են աշխատում։ Մենք ստանում ենք սպեկտրների պատկերը, այդ ֆիքսվում է,
ու արդեն ցույցում են դրանք գիտնականները աշխատել։ Դրա համար եթե դուք նայեք անգամ այն նկարը ինչ որ ցույց է տալիս դիտակը, ձեզ համար այնտեղ հասկանալի ոչ մի բան չկա, եթե դուք աստղագետ չեք։ Աստղագետին է այդ ինֆորմացիան հասկանալի։ Դրա համար դրանով այստեղ աշխատել է Համբարձումյանը, երկար մոտ 10,000 աստղ է բացահայտել Համբարձումյանը այստեղ։ Ամբողջ կյանքը աշխատել է, այո, 10,000 ավել աստղ ուսումնասիրություններ է կատարել եւ ամբողջը մեր լաբորատոր սենյակից։ Այնտեղ նախկինում դե ասեցի, համակարգիչ չկար։ Ֆիքսում են պիպերների վրա, այդպես են ուսումնասիրում։ Հիմա համակարգչով բավական արդեն համակարգը հեշտացվել է։ Դիտակը ամբողջությամբ երեք շենքից կտրված է, ինքը պատերին չի կպնում։ Կանգնած է սյան վրա, ստոլբա, հա, որը գնում է 7 մետր գետնի տակ։ Այնտեղ մոտ 30 սանտիմետր ավազ է իր շուրջը լցված, որ ինքը չցնցվի։ Փոքր շեղումներ աշխատանքի վրա անդրադառնում է։ Աշխատում են ինքը միշտ ստատիկ, այսպես անշարժ դիրքում մնա։ Դրա համար ձերպես փոքր երեխաներին ներս աշխատում չթողնեն, որ այնտեղ չհրեն, չդիպչեն դիտակին, լավ, ու հետո շարժեցեն, որ փոշի չբարձրանա։ Դրա համար այստեղ հիմնական այս մասն է միայն տուրիստների համար, հիմնական։ Տեսեք, աշխատանքի ժամանակ, ինչպես է Համբարձումյանը ընտրել այս հատվածը, հա, ինչի է այն բյուրական գյուղը։ Դուք Տուն-Թանգարան եղել եք, չէ՞ արդեն։ Ահա, ինքը գիտեք, որ այստեղից չի, բյուրականից չի, Վարդենիսից է եղել, Սևանի շրջանում։ Այս հատվածում ինքը ընտրել է տարածքը, որովհետև այստեղ բարձր է։ Հայաստանում ամենաբարձր լեռը Արագածն է, գիտեք, չէ՞, Արագած լեռը 4090 մետր։ Ինքը ընտրել է հենց այս բարձրությունը, որը մոտավոր 1400-ի է հասնում։ Ինքը ընտրել է այս հատվածը, որ նախ Երևանի հետ կապը պահել լինի։ Հետո ցուրտ սեզոնին այնտեղ դժվար է բարձրանալ եւ այլն։ Այստեղ դեռ հարմար է պայմանները։ Բարձրության հաշվին դիտակների համար, հա, նախ լուսավորությունից քաղաքի հեռու է լինում, որպեսզի այդ լույսերը չխանգարեն։ Ինքը լուսազգայուն սարք է։ Եթե անգամ լիալուսին է լինում, երեխեք ջան, այստեղ դիտում չեն կարող անել։ Լույսը թույլ չի տալիս, որ աստղի լույսը հասնի։ Դրա համար պետք է լրիվ մթության մեջ լինի։ Սա էլ պատճառն է, թե ինչի ամենամեծը բոլորից հեռու գտնվում, ոչ թե հենց նույն տարածքում, դա։ Սա դրա հետ է կապված։ Իսկ ընդհանուր տարածքում բացի սրանից, իդեպ մեծությունը սրա որոշում ենք հայլու տրամագծով։ Եթե այդ շրջանի մեջ, այսինքն մեջտեղից մի հատ գիծ տանենք ու չափենք, սա 2.6 մետր է։ Դրա համար հիմա ամենամեծն է։ Իսկ մեր տարածքում բացի սրանից ունենք հատ 1 մետրանոց, երկրորդ ամենամեծը։ Այստեղից որ դուրս գա նայեք, տեսնեք, ամենամոտ գմբեթը երկրորդ մեծն է, բայց ինքը ինչով է մեզ համար յուրահատուկ, ինքը մեր միակ պատմական սարքն է։ Դուք դեռ փոքր եք, դուք Ադոլֆ Հիտլերին գիտեք։ Հիտլեր լսած կլինեք, ոնց էլ չլինի։ Լսել եք, բայց պատմությունը հետո կանցնեք։ Տեսեք, մեր երկրորդ դիտակը տարածքի մեր տարածքում է գտնվում։ Ադոլֆ Հիտլերի դիտակն է։ Հենց բյուրականում այստեղ է մեզ մոտ գտնվում։ Ուղղակի ինքը ամենօրյա էքսկուրսիոն փակ է, ներսում չունի։ Պետք է նախորդ գրանցվել, նոր մոտենալ, որ այնտեղ բացեն։ Սա է։ Ուզում եք կարող ես լսել։ Բարի։ Չէ՞, նվեր է։ Այնպեսի բանակցություններ արել Համբարձումյանը, որ ցեփանից նվիրել են մեզ։ Բայց այդտեղ ինչպես է հասել, տեսեք, սա է երեխեք ջան։ Դիտակը սա է։ Ադոլֆ Հիտլերին այստեղ պոստերի վրա կարող եք միայն տեսնել։ Առաջ տեսանք այնտեղ գրված էր Շմիդտի աստղագետ։ Դա անունն է, Շմիդտը իր դասն է, որ դասի է պատկանում։ Բերն Շմիդտը եղել է ճարտարապետը աստղադիտակի։ Դրա համար կոչվում է Շմիդտի դասի։ Իդեպ աշխարհում Շմիդտի դասիները շատ քիչ են։ Այսօր էլ այդպես չի, որ շատ են նման սարքերը։ Սրանք ինչով են տարբերվում։ Մեր կարող եք հետանել, որը կտեսնեք, որ դեսնել տեսնեք։ Տեսեք, սա ամենամեծն է մեր, սա երկրորդը, Շմիդտի դասի ինչի է կոչվում, տարբերությունն է ուղղակի, դիտակների աշխատանքի տարբերությունը։ Սա մեզ մոտ դասական, սովորական, սպեկտրալ դիտակն է։ Ինքը ոչ մի նկար, մեջ Երեխեք հələ մի քիչ հետ։ Երեխեք ջան, բոլորը կտեսնեք, թե հետ կապնեք կտեսնեք։ Երբ որ սրանով աշխատում են, ինքը մենակ սպեկտրներ է մեզ տալիս։ Բայց Ադոլֆ Հիտլերի դիտակը, հա, Շմիդտի դասին է, ինքը երկու սիստեմ ունի ներսում։ Ու ինքը շատ քիչ աշխարհ տարածված։ Ինչ է տարբերությունը։ Եթե մենք սրանով կարող ենք տեսնել սպեկտրներ, սա նույնը կարող է մեզ տալ, բայց գումարած դրան, նաև Բենյամին Մարկարյանը այս ներքևում տեսնում եք նկարը։ Համբարձումից հետո Բենյամին Մարկարյանը երկրորդ խոշոր աստղագետն է եղել այստեղ, աշխատել է Շմիդտի դասի դիտակով, երկրորդ մեծով։ Ինքը գտել է 1500 գալակտիկաներ, նկարները։ Եվ դրանք այսօր մեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի միակ արժեքն է, որ ուտեղ ունենք։ Ինչպես է սա լինում։ Դիտակը ունի լայն անկյուն, երկնքի մի մեծ կտոր կարող է ձեզ ցույց տալ, որպես նկար, ֆոտո։ Ինքը հանում է գալակտիկաների պատկեր։ Եթե սա կարող է մի աստղի վրա կենտրոնանալ, ինքը կարող է հազարավոր գալակտիկաներ ցույց տալ։ Պատկերացրեք, տարբերությունը շատ մեծ է։ Դրա համար սա մեզ մոտ արժեքավոր, ամենարժեքավոր սարքերից մեկն է։ Իսկ սա մեր չափերով է առաջատարը, սրա մասն է Իմ մոտ խոսքը։ այդ հարցն առաջացավ, այսինքն այդ ֆոտոնկարները, որոնք որ արվում են, Այո, սա արդեն կարող է
մյուսները ցույց տալ, այո։ Սրանք մեր երկու խոշորներն են, ամբողջ տարածքում 12 դիտակ է, դա եմ նշել, 12-ից 4-ն է, որ այսօր ամբողջությամբ աշխատում է։ Երկու փոքրերը, այս սրանք են, ողջույն, այս սրանք են, մյուսները չեն գործում։ Արդեն շարքից դուրս են եկել, նրանց վրա գումար ակադեմիան չի ծախսի, որ վերականգնեն։ Երկու փոքրերն են, որոնք գիշերը որ այստեղ կան, դրանցով եք նայելու։ Աչքը դնում եք, նայում եք։ Սովորական սիստեմա, ոչ մի չոր բան, ասեք, հարցում ես։ Էնի մեծ ասադիտան կա 45-րդ տեղը։ Իհարկե կա։ Այս պահին աշխարհում ամենամեծը կանայան կղզիներում է, 10.5 մետր է հայերին։ Պատկերացրեք 4 անգամ մոտարպես սրանից մեծ։ Իսկ էվոլյուցիայի ընթացքում ջոր բան շփայնացված է։ Այստեղ է պատմում եք, թե Չէ, դա։ Իհարկե, ինչը որ այստեղ է դուք ամբողջ աշխարհում, այսինքն եթե ժամանակ թիթեռներով էին աշխատում, հիմա ամբողջ համակարգ չկա աշխարհում։ Իրենք հեշտ կարողանում են մոդեցնել պատկերները, ուսումնասիրել, բայց ինքա դա հայլին է։ հայլին նշանակում է, սա նույնն է, հայլին նույնն է, այսինքն չափերն է մեծանում, ինչքան մեծ ավելի շատ ինֆորմացիա, ավելի շատ սպեկտրում։ Հիմա նույնը, տեսեք, Չիլիում էս պահին, Չիլիում, Ատակամ անապատում 40 մետրանոց են պատրաստում, սա արդեն ահռելի չափերի է։ 40 սա 2.6 պատկերացրեք տարբերության համար։ Ու դա 2 տարուց նոր արդեն բաց կլինի, պաշտոնապես այո, շահագործման կհանեն, դա կլինի արդեն աշխարհում ամենամեծը, դա դեռ չի բացվել։ Դեռևս ժամանակին արդեն կբացվի։ Դրա համար այս պահին միևնույնն է, մեզ համար սա մեծ նշան է, այսպես մեծ բան, արժեք է, որ Հայաստանում դեռ կա տարածաշրջանի ամենամեծը։ Քանի որ անգամ ասում են, Թուրքիան պարտադիր պետք է ամեն 2 տարին ստորագրում է ցույց, որ Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում աստղագիտության տեսանկյունից։ Մենք դեռևս առաջատարն ենք, եւ մենք ենք պահում կապը մյուս կոնտինենտների հետ, այսպես ասում, մենք կենտրոն ենք, կենտրոն աստղագիտության։ Լինելով փոքր մի հատ երկիր Կովկասում, որ այդքան ուժեղ երկրներ պատում է, ամենամեծ դիտակը միջև այսօր մերն է։ Եվ սրանից մեծ անգամ Թուրքիան փորձում է դեռ պատրաստի, բայց դեռ չի կարողանում։ Այո, Խնդիրը ինչու՞ն է, որ չեն կարողանում։ Տեսեք, այդ ամբողջ այդքան ճշգրիտությունները չի, այո, ճշգրիտ տարածք գտնելը նախ բարձրություն Հայաստանը ինքը լեռնային գոտի է, տեսեք, Ռուսաստանում չունեին այդ պայմանները, որտեղ կարող են դա անել։ Այո, խելքն է, բայց ուղեղները հայեր են եղել։ Մենք ուղղակի տարածքի հնարավորություն չենք ունեցել։ Հիմա տեսեք, Համբարձումյանը եւ այլ, այնտեղ են սովորել եկել, բայց ամբողջը պետությունը թույլ է տվել, խորհրդային Ռուսաստանը, բերեն այստեղ։ Քանի որ այնտեղ պայման չկա, անգամ ճարտարապետը դիտակի, որ սա էլ է եկել Լենինգրադից, Բագրատիոնիսյանը եղել է հայ։ Այնտեղ աշխատել են, պատրաստել են, մաս բերել են, έτσι այստեղ են տեղադրել։ Այդ վախը միշտ եղել է անգամ սովետական, հա, իշխանության մեջ, որ մի օր միգուցե փլուսվի այդ ամբողջը, Հայաստանը դուրս գա, ու սա մնա մեզ ինչը որ եղել է։ Բայց դե ոչինչ չեն կարող անել։ Եվ այն ուղեղը, որ ուներ Համբարձումյանը, այնտեղ չգիտեմ, մեդալների պատմությունը պատմել են ձեզ, կորստելու հետ կապված չէ, ինչի է ստացել։ Երկուսի մասին։ Տեսեք, 2 ոսկե մեդալը Ստալինյան, որ ինքը ստացել է, ներդրել է շենքի տան կառուցման մեջ, որ հիմա տուն թանգարան է որպես ծառայում, եւ տարածքը ցանկապատելու մեջ, որտեղ պետք է լինի տարածքը։ 2 մեդալներ, որ փրկվել են կորելուց, այսպես ասած, մյուս 2 կիլոգրամ կշռող ոսկիները արդեն անհետացել են ակադեմիայից։ Մենք չգիտենք ինչ ա եղել։ Տուն թանգարանում ոսկիները չկային, տեսակ որ սովորական մեդալներն են, ճիշտ է։ Այնտեղ ամբողջ չկա, բացի ոսկե մեդալները։ 2 Ստալինյան մեդալները, մեկը ինքը ստացել է աստղասփյուռների գաղափարի համար, որ գտել է երիտասարդ աստղերի խումբ, այսպես բացատրեմ, որոնք ավելի երիտասարդ են, քան արդեն գոյություն ունեցողները։ Փաստում է, որ եթե կա նորը, հինը մահանում է, կյանքը շարունակվում է տեզերքում, այսինքն բարբերաբար նոր օբյեկտներ են ձևավորվում։ Սա առաջին Ստալինյան մեդալն է ստացել։ Երկրորդը ստացել է, որովհետև ինքը նաև պոլիտիկայի առումով, հա, ինքը կարևոր ֆիգուրա եղել Ռուսաստանում, դրա համար իր խոսքը մեծ դեր ուներ, ոչ միայն գիտնական որպես, որովհետև ինքը օգնել է Սովետական միությանը հաղթել երկրորդ համաշխարհային պատերազմում։ Վիտակները դե արդեն հաղթանակից հետո գնացել Ռուսաստան եկան ստեղ, բայց մինչև դա հաղթանակը շատ դժվար է ստանալ։ Գերմանիան բավական ուժեղ պետություն է եղել, հա, եւ այդ պատերազմի շրջանում, երբ որ իրենք ջրի տակ ունեին իրենք Սուզանավեր եւ այլը, գտնելը շատ դժվար է։ Համբարձումյանը լույսի միջոցով կարողացել է ջրի տակ գտնել, կողմնորոշվել որտեղ են գտնվում սարքերը ու սովետական իշխանությունը ոչնչացրել է։ Դրա շնորհիվ կարողացել են հաղթանակ ստանալ եւ դրա համար երկրորդ Ստալինյան մեդալ ստացել Համբարձումյանը։ Երկուսն էլ ներդրել է ամբողջ գիտության ինչ որ այսօր ունենք։ Այնպես որ մեր ամբողջը այստեղ ինչ որ կա, տարածքը, հայտնիությունը, որ այսօր ունենք, ամբողջը Վիկտոր Համբարձումյանի շնորհքն է։ Գյուղ ինքներով աղքատ սովորական գյուղ է եղել։ Ուրիշ մեկը որ խնդրել, երբեք աշխարհի ամենակարևոր արժեքավոր պատմական եւ ամենամեծ դիտակը չէին ուղարկի Հայաստան նման աղքատ գյուղ, բայց որ ինքն է խնդրողը, նվեր անգամ ուղղակի տվել են մեզ այստեղ աշխատել է, գյուղն էլ դարձել է հայտնի զարգացած տուրիստական այսօր կետ։ Ու սա միակ տեղը չի, որ գյուղում կա
Վիկտոր Համբարձումյանը մենակ Հայաստանի դիտակներն է սարքել, թե ուրիշ է։ Ինքը չի սարքել։ Ինքը դրանով աշխատել է։ Ուսումնասիրել է։ Դիտակներ շատ կան աշխարհում, տարբեր դիտակներ, տարբեր դիտակների հետ աշխատել է, տարբեր խմբերի հետ։ Ուրիշ հաստատիդարաններում աշխատել է։ Հայերք Ռուսաստանում էլ ա եղել, այստեղ էլ ընդհանրապես սովետական բոլոր պետություններում էլ ինքը աշխատել է։ 30 ակադեմիա, տեսեք ինքը 30 ակադեմիաների անդամ է եղել։ Որտեղ ուզեր կարող էր այդ երկրներից ապրել, այնտեղ կարող էր մնալ, բայց ինքը մեկը ընտրել է Հայաստանը, այս գյուղը, այստեղ էլ թափված է։ Ու իրեւ ասեմ, ինքը դեր ասած կգնան հաստատ որ մոտ 6-7 լեզու է իմացել, բայց իր համար հայերենն է եղել ամենաարժեքավորը։ Ու ցավ էր, որ իր երկու երեխաները Ռուսաստանում են, այնտեղ թորները հայերեն չեն խոսում։ Բայց դե չեն մեղադրում, դեռ ինքը ռուսկի, այնպես որ կանխատեսելի էր։ Տեսեք, սա մեր նույն ձևով է պահպանվել, ուղղակի այնտեղ չեք նկատել, ծառերը փակել են, քարի մոտ են։ Տեսակ, տեսանելի եղել է։ Այնտեղ երբ որ առաջարկել կա այո, այն քառակուսի սպիտակ քարը մեջտեղում հենց։ Դրա հետևում է։ Այնտեղ երևները փակում են հիմա։ Սրանք առաջին դիտակներն են տարածքի։ Մեր ադմինիստրատիվ շենքն է, էլի նույն ձևով կառուցված է, ոնց Սամվել Սաֆարյանը ճարտարապետը կառուցել է, նույն ձևով դրսի կողմից դիզայնը մնացել է։ Ու երկու գլխավոր աշտարակ դիտակներն են։ 51-53 թվականներ։ Իրենք չեն գործողել, բայց շենքերը դեռ կա։ Իսկ այս դիտակը գործող է։ Այո, ինքնամոռությամբ աշխատում է։ Ինչ ժամանակահատվածում կամ ինչ մեխանիզմ։ Տեսեք, հիմնականում իրենք որոշում են գիտնականները, թե երբ են ուզում գալ այստեղ։ Իրանք ընտրում են օր հատուկ ու հավաքվում են այստեղ։ Կարող են մի հոգի անգամ։ Մենք ունենք մեկ ռուս աշխատող, 90% հայ։ Մեկ հոգի ռուս ունենք, որ ինքը այս պատերազմական շրջան որ եղավ այնտեղ Ուկրաինա Ռուսաստան, ինքը եկավ Հայաստան, օգնեց դիտակները վերանորոգեց ինչ-որ մասեր, մնաց այստեղ մեր շենքերի տակ, մենք բնակարաններ ունենք աշխատողների, մեկը տվեցինք իրեն, ինքը այստեղ մնում է նաև ամբողջը, այո, աշխատում է մեզ հետ միասին։ Ինքը սիրում է մենակ աշխատել։ Ամեն գիշեր կարող է այստեղ մենակ գալ, միասին աշխատել, այսինքն ինքը հստակ ֆիքսած օրեր չեն։ Իրենք կարող են անհատական գալ, կարող են խմբով գալ, երբ որ իրենց Ոստեղ աշխատանքներ կիրակացնել։ Չէ, գիշերը չեն գերան։ Գիշերը այստեղ ոչ մեկ չեն նստի հաստատ։ Ցերեկային միայն կարող են գալ, այո, ցերեկները իսկ կներեք այս 1975 թվականի։ Սա 75-ին է Ադոլֆ Հիտլերը 61 թվականին է բացում եղել։ Իսկ այս արված նկարները Սրանք կապ չունեն դիտակի հետ։ Տեսեք, սա ուղղակի մոտավոր ցույց տալիս, թե գիշերը որ գաք այստեղ ինչ կարող եք տեսնել։ Լուսինը երկրորդ նկարն է, որ իսկականն է։ Երեխեքը լավ կհասկանան, առաջին նկարը Photoshop-ը է։ Այդ հայտի տերմինը այդի բացատրել պետք չի։ Երկրորդն է այնտեղ մեր Սիրկանթին մեր գալակտիկան, արևն է եւ այլն։ Արևը դեպքում չկա, դա ուղղակի նկարն է։ Ցերեկային դիտակում արևը Սումյանի անունով։ Այո, գալակտիկա։ Այո, Բենյամին Մարկարյանի անունով 1500 գալակտիկաներ են, այնտեղ գրվում է M Մարկարյանի մտավը եւ համար տվյալ գալակտիկան։ Այո, չէ, միայն համարցումն չէ, բայց դե համարցումանի նման էլ չի եղել, այսպես ասեմ։ Հարցեր ունեք երեխեք ջան։ Ոչ մի հարց չկա։ Սմետերը։ Հա, եթե ինչ-որ շատ են ուղղակի ավելի հասկանում եմ, իհարկե հասկանում եմ։ Ամենամեծը Որտեղ ինչ անեն։ կանարյա կղզիներում։ Կանակղզիներում հիմա արդեն կա։ Չիլիում պատրաստում են արդեն ամենամեծ որ պետք է լինի։ Hələ չի վերջացել։ Իսկ դրական այն ամենահայտնի գիտնականը որ կարող եք նշել համարձակ։ Մեծացում նկատի։ Օ, դժվար է ես կասեի։ Արեք Միքայելյանը։ Եղեք լսեցիք, ներկայիս ժամանակի գիտնականը ենք, բայց վատ է որ ներկաների համար չեն շեշտում։ Այո, հիմա ջահել կաներն են աշխատում, այդպես է։ Գիշերվա տղաները որ անցկացնում են էքսկուրսիա, իրենք են մեր հիմնական աստղագետները, որ այս պահին են այդպես, բայց շատ խելացի կադրեր են ասեմ իդեպ, շատ լավ այո, դիաբետում են, հուսակ ապագայում։ Համբարձումները դուրս նկաներից։ Երևի ավելի շատ, որովհետև տեխնիկան ու զարգացած։ Իհարկե, իվտվա հնարավորությունները ավելի շատ լինում է, հետաքրքրությունը շատ լինի, սխալուղությամբ հետաքրքրություն։